Հայկական երաժշտություն, հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթը, այն սկիզբ է առնում մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում, պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի աշխատությունների շնորհիվ։ Երրորդ հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է փանդիր, փող, փմբուկ երաժշտական գործիքները, Փավստոս Բուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Բարեբախտաբար հին հայկական երաժշտական մշակույթի գանձերից թեկուզ մի քանի փշրանք պահպանվել են Մովսես Խորենացու հայոց պատմության շնորհիվ։ Դրանք պատմում են հայոց արքաների, թագուհիների, զորավարների մասին։ 301 թվականից, երբ Հայաստանը աշխարհում առաջինը լինելով պետականորեն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցական երաժշտության զարգացման համար։ Ագաթանկեղոսը հայտնում է, որ արդեն բարձրագույն դպրոցներում սկսվում է երգեցողություն ուսուցանվել։ Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 405 թվականին մեծ հայքի արքաներից մեկի Վռամ Շապուհի հրամանով իր քարտուղար Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում, հայկական դպրոցներում, որոնք ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը, ուսուցանվում են երաժշտություն և երգ։ Այնուհետև ստեղծվում են առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Հովհաննես Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին և Կոմիտաս Աղցեցին։ Եկեղեցական երաժշտության զարգացման ընթացքում ձևավորվում են շարականները։ Այնուհետև հին հայկական երաժշտության զարգացման մեջ նոր ձեռքբերում էր երաժշտական նոտագրության խազերի ստեղծումը 8-ից 9-րդ դարերում։ Խազերի հնագույն ձեռագիրը վերաբերում է 9-րդ դարին։ Ընդհանուր առմամբ պահպանվել է խազերի ավելի քան 2000 ձեռագիր։ Հնադարյան Հայաստանի երաժշտական մշակույթի մասին հայտնում է նաև Դավիթ Անհախտը։ Միջնադարյան երգերի ժողովածուներից են շարակնոցը, գանձարանը, մանրուսմունքը և տաղարանը։ Ըստ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու, հայերը սկզբնապես օգտագործում էին այբուբենի տառերը երաժշտությունը ֆիքսելու համար։ Հայկական երաժշտությունը աշխարհի հնագույններից մեկն է և ունի ավելի քան 3000 տարվա պատմություն։ Այն միահյուսված է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքին, զարմացնելով իր յուրահատուկ հնչողությամբ և փիլիսոփայությամբ։ Ահա ամենահետաքրքիր և ուշագրավ փաստերը հայկական երաժշտության մասին։ Կոմիտասի սխրանքը 19-րդ դարում հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը փրկեց հայկական ժողովրդական երաժշտությունը կորստից։ Նա շրջեց գյուղերով, գրի առավ ու համակարգեց հազարավոր ֆոլկլորային երգեր։ Նա նաև ստեղծեց նոր հայկական նոտագրությունը՝ խազերը մասնակի վերծանելով։ Դուդուկ, ծիրանափողի գաղտնիքը։ Հայկական դուդուկի նվագն ու երաժշտությունը ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։ Արամ Խաչատրյանի ռեկորդը։ Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» Գայանե բալետից հանդիսանում է 20-րդ դարի ամենահայտնի և ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկը։ Այն օգտագործվել է հարյուրավոր ֆիլմերում և մուլտֆիլմերում։ Շառլ Ազնավուր։ Ֆրանսիական շանսոնի լեգենդ Շառլ Ազնավուրը Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը աշխարհին ներկայացավ իր ֆրանսիական տեքստերով, սակայն միշտ նշում էր, որ իր երգերի մեղեդայնության ու դրամատիզմի հիմքում հայկական մեղեդիներն են։ Ժամանակակից ռոք և ջազ։ System of a Down։ Աշխարհահռչակ այս ալտերնատիվ մետալ խմբի բոլոր անդամները հայեր են։ Նրանք իրենց կոշտ ռոք երաժշտության մեջ հաճախ ներառում են հայկական ժողովրդական մոտիվներ, մասշտաբներ և գործիքներ, աշխարհի միլիոնավոր ռոք սիրահարներին ծանոթացնելով հայկական մշակույթին։ Հայկական էթնո-ջազ։ Հայաստանը հայտնի իր ջազային ավանդույթներով։ Տիգրան Համասյանը, ժամանակակից հանճարեղ դաշնակահարը, համադրում է հայկական հոգևոր շարականները, ժողովրդական երաժշտությունը և առաջադեմ ջազը, ինչը նրան մեծ ճանաչում է բերել ամբողջ աշխարհում։